Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, շատ կարևոր նախագիծ է պարոն Աղաջանյանի եւ մեր падգամավորների ներկայացրած նախագիծը, ինչը անմիջական ազդեցություն է ունենալու մեր ճանապարհների թողունակության վրա։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչը ճանապարհների թողունակությունն է եւ մենք տեսնում ենք ամեն օր խցանումներ, որոնք առաջանում են ճանապարհատրանսպորտային պատահարներից, ինչը լրջորեն վնասում է երթևեկությունը, էկոլոգիական խնդիրներ է ստեղծում, 100,000 դրամ վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում հնարավոր է ամբողջ տնտեսությանը մեր քաղաքացիներին մի քանի միլիոնի վնաս պատճառվի, ժամերով կանգնում են, շարժիչ են գործարկում, էկոլոգիական խնդիրներ, ժամանակ, այդքան վառելիք, բայց որ ուսումնասիրում ես, տեսնում ես այդ վթարը ընդհանուր 100-150-200,000 դրամի վնաս ունի, բայց արդյունքում պետությանը հասցնում է միլիոնների վնաս եւ շատ եմ կարեւորում այս նախագիծը։ Պարոն Աղաջանյան, գուցե ավելի խորը չենք ուսումնասիրել, հետեւյալ առաջարկությունը անեմ, երևի հանձնաժողովում քննարկենք, տեսեք։ Նշում ենք, եթե շահագործման անսարքությունների ցանկում վնասվածք չկա, նոր այդ ժամանակ մեքենան պետք է հեռացնի բանուկ մասից երթևեկելի։ Տեսեք, անսարքությունների շարքի մեջ է մտնում նաեւ անսարք անվադողը, լուսարձակը, դիմապակին, հետևաբար համարյա բոլոր վթարների դեպքում այս նշածներիցս ինչ-որ մի բան վնասված է լինելու, անգամ լուսարձակը եթե վնասվեց, տրանսպորտային միջոցի շահագործումը արգելվում է, այսինքն այս նորմը չի գործելու, հետևաբար առաջարկում եմ փոխել այս նորմը, քննարկենք, փոխենք, որ ոչ թե տրանսպորտային միջոցների անսարքությունը շահագործումը արգելող անսարքությունների դեպքում է գործում այս նորմը, այլ ուղղակի անհնարինությունը, երբ որ շահագործման անհնարինություն կա, այդ դեպքում նորմը չգործի, առաջարկում եմ սա փոխել, շնորհակալություն այսքան։ Շնորհակալություն, Վահագն Ալեքսանյան։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, պարոն Աղաջանյան, շնորհակալ եմ այս նախագծի համար, որովհետև սա շատ կարևոր նախագիծ է իմ ընկալմամբ ու բազմաթիվ վարորդների հետ շփումներից կարելի է ասել, այս նախագիծը սենց օդում անընդհատ պտտվում էր բոլորի մեջ ու առհասարակ հասարակության մեջ, բոլոր վարորդների շրջանում այս նախագիծը կարելի է ասել բոլորի մտքում կար։ Ամեն անգամ, երբ որ գնում էիր ու տենում էիր, որ ամբողջ փողոցը կանգնել է, մոտ 40 րոպե կանգնում էիր այդ խցանման մեջ, հետո հասնում էիր ու տեսնում էիր ինչ է տեղի ունեցել, ընդամենը 50,000 դրամի վնասով մի հատ փոքրիկ ավտովթար ու դրա պատճառով 40 րոպե շարունակ մի փողոց կանգնում է։ Չափազանց կարևոր նախագիծ է եւ մեր քաղաքացիներին հորդորում եմ հենց հիմա էլ միանգամից արդեն ներբեռնել այդ հավելվածը անպայման ունենալ հեռախոսում, իհարկե Աստված տա ոչ մեկին պիտանի չլինի, ոչ մեկ դրա կարիքը չունենա, բայց այնուամենայնիվ քաշեք, պատրաստ եղեք ու այդպես շարունակ, բայց հետաքրքիր կլներ իմանալ, օրինակ այս նախագիծը ոնց էր աշխատելու, եթե հայտնի ահաբեկչական խմբի կողմից պլանավորված, օրինակ այն աստղիկները Հալիճում լռություն։ Հայտնի ահաբեկչական խմբի կողմից պլանավորված, օրինակ այն աստղիկները թափվեին գետնին, կամ չգիտեմ, մեքենաների վրա յուղ լցվեր ու վառվեին մեքենաները։ Այդ դեպքում այս նախագիծը ինչ որ բան ունենալու էր, թե չէր ունենալու, տեսականորեն պետք է հասկանալ մի հատ զուտ էլի։